Սա շատ լավ հնարավորություն է ցույց տալու, թե ոնց է իշխանությունը ինքը իր կարմիր գծերը հաստատած, հայտարարած։ Հերթով այսպես հանձնել Ադրբեջանին։ Երբ Հայաստանը ասում էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ձեզ համար պարզ չէ, որ ճանաչում է նաև Արցախը ներառյալ։ Ինձ համար պարզ էր հետևյալը, որ դա պայմանավորվածության արդյունք է, որտեղ կան միջազգային խաղացողներ, որոնք որ երաշխավորում են հայկական Արցախի լինելիությունը։ Այսինքն դուք մեր խնդիրը հայկական Արցախի եք գաղափարի հետ, որ Փաշինյանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Արցախի հայկական լինելու պարագայում, այո, որևէ մեկը դա չի վիճարկում։ Արցախը, եթե լինում է հայկական, այսինքն այնտեղ կոնկրետ լինում է հատուկ ռեժիմ։ Օրինակ, երբ որ մենք նոյեմբերի 9-ին ենք ստորագրել, Արցախի տարածքը ում միջազգային տարածքն է համարվել։ Բայց հայերը 150,000 մարդ ապրել են, աղոթել են մեր եկեղեցիներում, գնացել են Մեսրոպ Մաշտոցի։ Բայց հատուկ ռեժիմի մասին խոսք չկար բռնայի հայտարարության մեջ։ Իրավունքներ եւ անվտանգություն։ Դրոշ կա, զինանշան կա, անվտանգային ուժեր կան, խաղաղապահներ կան։ Այսինքն դուք մտածում եք Հայաստանը հետեւո պետք է բաներ Արցախի միջազգային ճանաչման հարցը բարձրացրել, հա։ Հայաստանը Արցախի բա չի բարձրացրել, ի՞նչ է բարձրացրել։ Ես հոգիս հարմարում եմ, որ այս քննարկումը դեռ շարունակում է լինել, ինչու, որովհետև նոյեմբերի 9-ի ստորագրումից հետո մեր կառավարության 21 թվականի ծրագիրը հետևյալն է. հասնել նրան, որ լինի հայկական Արցախ։